Նոտա մոտան վերադարձել է հրաշալի գույներով, նոր դրամատրությամբ, նոր հյուրերով, ողջունում ենք մեր հյուրերին, շնորհակալություն, որ այսօր այստեղ եք պարոնեք, իսկ թե ովքեր են մեր հյուրերը, ես կարծում եմ, որ շատ հեռուստատիտողներ, այսպես ասած, առաջին կադրերը դիտելուց հետո գուշակեցին ովքեր են եւ չխախտել ուղղակի մեր հաղորդման անունը, ես ուզում եմ, որպեսզի մեր հյուրերը ներկայացնեն իրենց եւ այսպես խնդրեմ։ Տիկո Մավ, նույն ինքը Մանվել Խաչատրյան, Ահա։ եթե հիշում եք, TV5 խումբն էր մեր խումբը, մեր մնացած ընկերներին էլ ողջունում ենք, այսօր երկուսով ենք ստեղ, շատ շնորհակալ ենք հրավերի համար, ողջունում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ դեռ հիշում են ու կարոտում են, այսօր զուտ ես օրինակ անձամբ գիտեմ, որ Մավն էլ շատ սիրում եմ, ցած ազարտնի մարդ եմ, սիրում եմ խաղեր, սեղանի խաղեր, երաժշտական խաղեր նաև, Համար այսօր զուտ եկել ենք հաջողիկ ստանալու, հիմա այս պահին, որ ասենք վերամիավորվել ենք, նորից երգեր ենք սարքելու։ Չի լինելու, միանգամից հեռուստատիտողներին հանգստացնենք, այսպես ասած։ Եկեք ինձ հաստատ չասենք էլ, որ չի լինելու, բայց այս պահին հիմա տենց նորություններ դեռ չունենք ձեզ։ Դեռ չունենք, բայց շատ հաճելի կլիներ, անկեղծ եմ ասում, սա որպես իմ սեփական կարծիքն եմ ասում եւ ոչ միայն իմ, նաեւ ես գիտեմ շատ իմ ընկերներ, այսպես ասած, ժամանակին լսել են, շատ սիրել են եւ այսօր էլ այսպես ասած մեծ կարոտով կարող սպասում եմ նոր ստեղծագործություններ։ Շնորհակալ ենք շատ։ Տիկո Մնացականյան, իմ լավ ընկեր է, շատ ուրախ եմ, որ շատ տարիներ հետո մենք նորից հյուր ենք ինչ-որ հաղորդման եւ այսպես ամեն անգամ Տիկոին տեսնելը իմ համար շատ հաճելի է ու շատ ուրախ անցնում, ես վստահ եմ օրը կշարունակվի միասին։ Հաստատ։ Ընտիր, հրաշալի։ Բայց հիմա մրցակիցներ ենք մենք արդեն, չէ՞, հաղորդումից առաջ ձեզ էլ խնդրեցի, ես իդեպ նայել եմ ձեր հաղորդաշարը, շատ հաճույքով նայել եմ ու սենց ոնց ասեմ, պատրաստակամությամբ, հետաքրքրությամբ ուզում եմ, որ մրցենք ու հաղորդումից առաջ էլ խնդրեցինք, որ մեզ մաքսիմալ քիչ օգնեք, որ արդար մրցակցություն լինի, տեսնենք ինչ այս հաղորդման ընթացքում բացարձակ հուշում չի լինելու, կանոնները գործելու են շատ խիստ, 4 տարբերակով, տեսնենք թող հաղթի ուժեղագույնը, ինչպես ասում։ Եվ այսպես ես գիտեմ, որ երաժշտությունը ձեր կյանքում այսպես մեծ տեղ է գրավել ժամանակին, իսկ հիմա ինչպես է երաժշտության լսում ենք, փորձում ենք այսպես թաքուն ձայնագրություններ անում ենք, չենք անում ինչ փուլում ենք երաժշտական առումով։ Լսում ենք իհարկե միշտ ամեն օր օրվա մեծ մասը երաժշտությամբ է իմ անցնում, լսում շատ եմ լսում երաժշտություն։ Թաքուն ձայնագրությունները ինչ որ բաներ ունեմ, գրում եմ, երգում եմ, բան եմ անում, բայց մինչև վերջնական տեսքի ելը որ չեմ կարողանում հասցնել, հնարավոր է երբ որ ստացվի, չգիտեմ ինչքանով TV5-ը կներգրավվի, բայց կարող է եւ ավելի լսելի դառնան այդ երգերը։ Ես էլ ամեն վարքյանս երաժշտությունով անցնում, աղջիկս դաշնամուր է նվագում, ժամեր կան, որ հատուկ ինքը համերգ է տալիս եւ ես նստում եւ էքսկլյուզիվ լսում եմ այդ համերգը, ամեն։ Հրաշալի։ Դե ինչ, շնորհակալություն, այսպես ասած, ամբողջ ինֆորմացիան ինչ մեզ էս բանի հետաքրքիր էր մենք ստացանք, անցնենք խաղին, եթե դեմ չեք։ Գնացինք։ Առաջի փուլը մենք ամենենք այսպես գուշակեք մեղեդին։ Լսելու ենք ստեղծագործություններ, դուք փորձելու եք գուշակել, թե ով է երգում եւ որ ստեղծագործությունն է։ Եվ այսպես առաջինը փորձենք քար, թուղթ, մկրատ տարբերակով որոշել ով է սկսում։ Հաղթողը սկսում է։ Օպա։ Շատ լավ է։ Սկսելը միշտ լավ է։ Շատ լավ է։ Կախված է թե ոնց են սկսում։ Լսում ենք առաջին ստեղծագործությունը։ Միգուցե ինչ-որ MP-Ray երգերից է։ Բրավո եմ ասում ես, այո, ռոքային տրամադրությունը հուշեց մեզ, որ տարավ դեպի MP-Ray և որ ստեղծագործությունը։ Soundtrack է սա, ասում ենք հուշում չկա, Որոգայթի հա երևի։ Թրավ լեզվից ծայրից։ Դե լավ, ենթադրում եմ Որոգայթի երևի soundtrack-ն է, հա։ Չէ, Որոգայթինը չէր։ Մի խոսքով հələ չեմ վաստակեմ միավոր ուզում։ Դեռ չէ, որովհետև ամբողջականն է այստեղ կարևոր, MP-Ray ճիշտ է։ Չէ, չեմ կարող երգը հիշել ուրեմն։ MP-Ray սահմանին։
Լսել եք այս ստեղծագործությունը։ Ահա, հիշեցի։ Ծավոք, Empire-ը Նա, չի ստացվեց։ բերում։ Բաղձալի մեկ միավորը շարժվում ենք առաջ, լսում ենք հաջորդ ստեղծագործությունը արդեն Մավի համար։ Տայրա։ Ես գիտեմ, բայց չեմ։ Եվ այսպես մինչև վերջ, մոտավոր։ Տայրա։ 6-8-ա Վեց չափը։ Գոնե ինչ որ բան կուշակեմ։ Ձերքեր, ոտքեր շարժող, ուսեր, այսպես պարային տրամադրություն է։ Չկա։ Կարծում եմ Արման Հովհաննիսյանի երգն է, ինձ թվում է։ Չէ։ Թաթանը Ինչպես կասեր Քրիստինե Պեպելյանը, չէ։ Հա, դա։ Չէ։ Չէ, լավ 0-0-ով Չունենք։ Թողնենք հաշիվը 0-0։ թողնենք, տարբերակ չկա։ Թողնենք։ Իսկ Դժվար է ստեղծագործությունը կառավարեմ, բայց։ եւ կատարողը Մարտին Մկրտչյան, Լիա Լուսին։ Հա։ Լիա Լուսին։ Այսպես է կոչվում։ Այ 0-0։ Վատ հաշիվ չէ։ Թե թվում էր։ Շարժում ենք առաջ։ Լսում ենք։ Yes։ Այո։ Չգիտեմ, այս տարբերակը Իվետան ու Արամ Էմպետրին իրար հետ են, թե իրանցից ինչ որ մեկն է։ Իվետան եւ Արամեն Պետրին իրար հետ են, այո։ հա, Գալիս ես, հա, երևի տենց էր կոչվում։ Ստեղծագործություն ունի այլ անվանում, փորձենք գալիս է սպառը կա իր մեջ, բայց Իվետա Մուկուչյան, Արամեն Պետրի բայց գոնե հեղինակներին կուշակում ես։ միայն Կատարողներին։ հեղինակներին գուշակելով 0.0 մեկ միավոր կարող ենք դարձնել, Գոնե բայց 0.5-ով տանք, որովհետև անարդար է ես ընդհանրապես։ Կարծում ես ոնց որ այդ տեղով, հետո լեռներով եւ ձորերով, Սարերով, հա։ սարերով ես փորձեցի ամեն դեպքում, չէ, դաշտերով, Դաշտերով, այսպես է կոչվում, Իվետա Մուկուչյան, Արամեն Պետրի։ Լավ, հեսա կբացվենք։ Ցավոք, ոչի, սա Բականում ռազմին ենք, կան, ոնց հասկանում ենք։ Լավ, լսում ենք։ Արմենչիկն է։ Դի որ։ Եվ այսպես շարունակ։ Հա, կատարողին կարծես թե ես էլ գուշակեց։ Արմենչիկն է։ Արմենչիկն է, այո։ Ու ինչի մասին կարա Հարցադրում է սա ավելի շատ։ հարցադրում ինչպես ես։ Արմենչիկ ինչպես ես։ Արմենչիկ։ Ուր ես, Չէ, որտեղ ես։ ոչ։ Ֆելագարայուհի, տենց երկարություն։ Չգիտեմ, ես ինչ վատ ենք խաղում։ Փորձեք գուշակ, ես իմ խոսքի տերը ես չեմ հուշում, փորձ սպասում եմ տարբերակի։ Բայց ես գիտեի, որ կատարողներին ասում ենք այդ վсё։ 0.5 Ես ասացի, կանոնները գործելու են շատ խիստ։ Դուք ստիպեցիք, պարոնեք ես։ Տրամադրված էի։ Ուր ես, որտեղ ես։ Բոլոր ես դու հիմա Ով ես դու։ Արմենչիկ, հավատամ, Հավատամ, թե չէ, այո։ Կարող եք ամեն դեպքում։ Մայրը։ Մոտ էի։ Սա գիտեինք, էլի երկերը փաստորեն։ 0-0 դեռ 0-0 0-0 շատ չոր հաշիվ է մեզ մոտ։ Առաջին փուլը ավարտեցինք։ Հաղթելու է ընկերությունը։ Տեսնենք ինչպես Ոնց որ ամենահեշտ փուլն է, չէ՞։ այս փուլը կարծում եմ այո հեշտ կարելի է համարել եւ ավանդույթները չխախտելով Մավջան մեր բարեմաղթանք Արմենչիկին Ողջույններս, բարեմաղթանքներս։ Արմենչիկին ողջույններ։ Ողջույններ, այո։ Շնորհակալություն։ Առաջին փուլը ավարտված է, մեզ մոտ հաշիվը 0-0 է, շարժվում ենք առաջ, երկրորդ փուլ։ Երկրորդը մեզ մոտ ռևերսն է, երկեր լսելու եք թարս տարբերակով եւ փորձելու եք
արտաբերել ճիշտ տարբերակը։ Շիտակը չկարողացանք թարսը Այստեղ արդեն եթե կարող եք արդեն հնչեցնել նույնիսկ արտիստին, մենք կընդունենք որպես դա ճիշտ պատասխան։ Հա։ Այո։ Մի փոքր մեղմացրեցինք։ Եվ այսպես քանի որ 0-0 է, նորից ես ձեզ պետք է խնդրեմ, որպեսզի անեք քար, թուղթ, մկրատ, որպեսզի որոշենք, թե ով է սկսում։ Սկսում ենք, Մավից, լսում ենք։ Եվ այսպես հայկականի երգա։ Մենք միայն օգտագործում ենք հայկական Հայկական արտադրության Ոնց որ Իվետանը էլի։ Իվետան է, այո, եթե կարող ենք գուշակել նաև Եթե տալիս եք բանը, միավորը չտանջեմ ինձ, առավոտ շուտ Իվետա Մուկուչյան։ Իվետա Մուկուչյան։ Լսենք ճիշտ պատասխանը։ Դա նույնպես նման էր, բայց Հայաստան ջան, այսպես է կոչվում ստեղծագործությունը, մեկ միավորը ամեն դեպքում կողմն է Մավջան։ Իվետան ինձ միավոր բարգևեց, ապրես Իվետա։ Լսում ենք քեզ համար։ Բացի Էլ չի կարելի լսել։ կարելի է իհարկե։ Մի փոքր էլ էլի։ Ես կարծես թե Ու եւ Արսեն Սաֆարյանոտ չի, չէ։ Արսեն Սաֆարյանոտ չի, հստակ չի։ Չի, հələ չեմ պատասխանել։ Դե կարող ենք բացառական տարբերակով փորձել հասնել։ Ինչ որ Միրան Ծառուկյանի ձենն է մի քիչ Միրան լսում։ Ծառուկյանը բացարձակ խառնված չի այս Չի։ ստեղծագործության եւ վերջի տարբերակը լավ փոխենք։ Չի տարբերակը։ Շատ լավ երգ է։ Հա, չես են։ Բայց երգեր կա ռևերսով ավելի լավ է լսել։ Դե իսկ ես երկի մասին ինչ է, սա ավելի լավ է։ Չեմ կարող ասել։ Մի մոմենտ հաճելի։ Լավ, տեսեք երկեր կա որ ավելի վերջի հաճելի է, երբ տարբերակն էլ չեմ լսում, բայց ոբշե չեմ հասկացել, որ ճիշտն ասեմ, այդ ինձ թվում է գոնե Արսեն Սաֆարյանի ձայնը ճիշտ եմ լսել։ չէ։ Օրինակ Էրիկը լավ ինչ որ։ Ոչ Արսեն Սաֆարյան, ոչ Էրիկ, ոչ էլ Միրան Ծառուկյան։ Տեսենք ճիշտ պատասխանը։ Թաթան է, բայց շատ вообще ուրիշ բան է։ Չէ գնացինք։ Կարող ենք ասել որ Թաթան ռևերս տարբերակով մոտավորապես մի քիչ Էրիկ է Կարապետյան, մի քիչ Միրան Ծառուկյան, մի քիչ էլ Արսեն Սաֆարյան։ Չէ Էրիկը ստից ասեցի, Էրիկը։ Էրիկը ընկերական ենք։ Ամեն դեպքում հաշիվը 1-0 է, շարժվում ենք առաջ, հաջորդ երգը։ Այսա Միրանը։ Այսա Միրան Ծառուկյանը։ Միրան Ծառուկյան։ Միրանա։ Սագոնե, ահա։ Պարն է միջում։ Հա, ախ սիրելիսն է, ախ Սիրելիս սիրելիս գալու է, այո, սիրո կինո։ Այ։ Բրավո, համատեղ ուժերով կարելի ասել։ Հաշիվը մեզ մոտ դառնում է 2-0, շարժվում ենք առաջ։ 2-0։ 2-0 դա բավականին լավ հաշիվ է։ Հա, Ինչքան կա որ այս վերջից։ Վերջի տարբերակը ձեր։ 0-0-ով եղել, հա, ներողություն, խաղ։ 0 չէ։ Չէ։ Միշտ եղել է որ գուշակել են մեզ։ Լավ, ես պետք է գուշակվի։ Ապա Հաղս է։ Երեխայա, բացնովա։ Լավ, իմացանք, ֆորշն ու երեխան։ Ֆորշ։ Դա ես եմ, սա դու ես։ Բրավո։ Բրավո։
Մի քիչ կճապեցինք տարբերությունը։ Որ շարի, երևի այն ձայներից մեկը, որ անհնար է ուղղակի շփոթել, խառնել կամ Թեկուս ռևերսով այն։ 2-1 մեզ մոտ հաշիվը, ավարտում ենք երկրորդ փուլը, շարժվում ենք առաջ, երրորդ փուլ, բայց մինչ շարժվելը առաջ, փորձենք Միրանց Արուկյանին մեր ողջույնները բարեմաղթանքներ եղել, ինչ կարծիք եք։ Ողջույն եք, իմ լավ ընկերն է Միրանը, հիմա Ամերիկայում է, մենք մի կուրսում ենք նաև սովորել, մի խոսքով ջերմ ողջույններ իրան, սպասում ենք հետ վերադառնա։ Շնորհակալություն, ջերմ բարևները մեր։ Ուղեցինք Միրանց Արուկյանին եւ գնացինք երրորդ փուլ։ Երրորդ փուլում ես ասմունքելու եմ, դուք երգեք։ Պատրաստ եք։ Ով է սկսում։ Սկսում է մեզ մոտ այն մասնակիցը, ով հաղթում է, իսկ հաղթում եք դուք։ Եվ այսպես, եթե պատրաստ եք, ես սկսեմ տանջել ձեզ։ Իմ սիրո նավակը ինձ մեղմ օրորելով բերեց։ Իմ սիրո նավակը, Իմ սիրո ծովի խորքից Անուշիկ Ալավերդյան, դե լավ։ չէ, սխալ է։ Ճիշտ է։ Չէ, իմ սիրած երգը է։ Այո։ Շատ սիրուն երգ է։ Բրավո։ Ես ասեմ, այսպիսի դեպք չէր եղել։ Ասմունքի փուլում այսպիսի դեպք Իմ չէր եղել։ ամենասիրած երգերից է, Անուշիկն էլ իմ ամենասիրելի կատարողներից։ Մեր ողջույնները ուղարկեցինք Անուշիկ Ալավերդյանին։ Իքո պատրաստ ես։ Գնացինք։ Սիրունիկ ես։ Մի աղջիկ ես։ Արևի շողն ես։ Գինով կուտվես։ Նենց վատը չես։ Սիրում եմ քեզ։ Բայց ինչքան ես պիտի խմեմ, որ սիրեմ քեզ։ Օրայսին սիրում։ Գիտես հաստատ։ Անկեղծ վերաբերմունք էր։ Հաստատ գիտես։ Հաստատ թեմը չեմ կամ հիշեմ ինչ է։ Այս բառերը ես կարեի շարունակեի, բայց չեմ հիշում ինչ երգա ինչ կա։ Սիրունիկ ես, չէ՞։ Հա։ Մի աղջիկ Մի աղջիկ ես։ Այո, Ռոլնա։ շոգ է։ Ռենկարն։ Այ Չէ։ Ռենկարնացիա։ Հստակ ասա, այո, ռենկարնացիա սիրունիկ է։ Սիրունիկ է։ Մի աղջիկ ես։ Ոսակ ես մասն էլ արեցի։ Գինով կուտվես։ Լավա, պայքարի մեջ ենք։ 3-2, այո, պայքարը թեժանում է, շարժվում ենք առաջ, մարում եմ լուր, կարոտից տանջող, ապրել զուր է առանց քեզ, քեզանից հեռու, քեզանից բացի, ինձ պետք չէ, ուրիշ ոչինչ։ Ես գիտեմ, բայց չեմ ասի, որտեվ դու հաղթում ես։ Այո, եթե ասես միավոր ավտոմատ կգնա այնտեղ, բայց եթե չկարողանա գուշակել, դու կարող ես գուշակել եւ միավորը։ Կարելի է սկիզբը միատել։ Իհարկե, մարում եմ լուր, կարոտից տանջող, ապրել զուր է առանց քեզ, քեզանից հեռու, քեզանից բացի, ինձ պետք չէ, ուրիշ ոչինչ։ Շատ խորիմաստ բանաստեղծություն։ Բայց շատ գեղեցիկ երգ։ Էրիկ։ Լսենք ճիշտ պատասխան։ Մի թող ինձ մենակ, չէ, Արմին կանչի։ Այո։ Կարոտից տանջող, ապրել զուր է առանց քեզ։ Չէ, չեմ էլ լսել։ Բարմիկա։ Այն միավորի մոմենտը չէ, հա։ Միավորը եկավ, ոտք թև առավ եւ եկավ, 3-3։ Օ։ Շատ թեժ։ Եվ որոշիչ, այսպես վերջին ասմունքը, սա անձրևն էր թաց, որ աչքերում փայլում է։ Չկարծես, որ պիտի այն արցունքներն են իմ։ Կտեսնես նորից այն արևները իմ հոգու, որ քեզ խենթացնում են քեզ միշտ։ Նորից շատ գեղեցիկ ստեղծագործություն։ Կարելի է միատել։ Իհարկե։ Սա անձրևն էր թաց, որ աչքերում փայլում է։ Չկարծես, որ այն արցունքներն են իմ։ Կտեսնես նորից այն արևները իմ հոգում, որ քեզ խենթացնում են քեզ միշտ։ Եթե հաջորդ բառեր ասեմ, միանշանակ գուշակելու եք, դրա համար Մի քանի կասկած ունեմ։ մոտավոր Լավ, այսպես էր փորձենք Հասմիկ Կարապետյան, թե չէ։ Հասմիկ Կարապետյան, դա վերջնական եւ հստակ պատասխանն է։ Այո։ Այո, լսում ենք։ Սա անձրևն է Հասում օպրե։ Հասմիկ Կարապետյան, այո։ Ես գնում եմ սիրելիս եւ փակում եմ դուռը իմ ետևից։ Հայտնի ստեղծագործություն։ 4-3 շրջադարձային այսպես փոխվեց մեզ մոտ ամեն ինչ, եւ պատկերը, եւ հաշիվը։
Դեռ ամեն ինչ, այսպես ասած, ավարտված չէ, ամեն ինչ դեռ արժևում է։ Մենք շարժվում ենք դեպի 4-րդ փուլ։ Չորրորդ փուլում մեզ մոտ հաղթողը ավտոմատ ստանալու է 2 միավոր եւ դառնալու է հաղթող, այնպես որ Մավջան, եթե դու այսպես ասած հաղթես այս փուլում, դու կդառնաս Ամեն ինչ հաղորդման նորից։ հաղթողը։ Մենք միասին փորձելու ենք հիշել այնպիսի ստեղծագործություններ հայկական իրականության մեջ, որոնք կատարել են խմբեր։ Այդ թվում կարող է լինել նաեւ ձեր խումբը։ Բացառություն չէ։ Դե կասենք այդ սա։ Եկեք մերը չասենք։ Թե Ձեր մի ցանկությամբ 15 կարող ենք հատ բացառել։ Ես մենակ մեր ես մենակ մեր գիտ։ Կարող ենք սկսել Տիկո, լսում ենք քո տարբերակ Ասեցի թիվինգ 4 տղա։ 4 տղա։ Այսօր երևի այդ Բայց երկի պետք է երկենք, ոչ թե պահով ենք այսօր հավաք։ պետք է հատված։ Դե արի սիրուն աղջիկարի, որ ծանոթանա։ Ստեղծագործություն, այո։ Թիվինգ երկնքից աստղեր բերեմ Եվս շատ գեղեցիկ ստեղծագործություն, այո։ Նավ ես էլ թիվինգ չեմ ասում, դու ասա թիվինգները։ Ես էլ չեմ հիշում թիվինգ։ Միգուցե զանգ ընկերոջը կամ ընկերներին փորձել։ 4 տարբերակ եւ 4 տարբեր զարկ։ Այո, Երեխեքին բարևներ։ Հայկական խմբերն են։ Հայկական։ Ես գիտեմ շատ քիչ եմ, բայց 3-3-ից եմ ուզում մի բան։ Ես առաջարկում եմ մի քիչ բարթացնենք խաղը։ առանց հետ էլ որտեղ տանջվում է, որ բարթացնենք։ Մեգա ես սկերվում եմ արդեն։ Չէ, հա։ Ոնց կգա։ Որը երգ է։ 3-33-ից Լավ, Երեք բողոքվեմ, արա, ինչ է, 33 մի բան օգնել է։ Ցավը տանը։ Մեր երկերը նախ մեր ալբոմը հիշի։ Մենք դու ասա։ Օրը կգա։ Թիվինգ օրը կգա երկի։ երկենք։ Օրը կգա։ Մենակ այդ կանն եմ հիշում։ Օրը կգա։ Չէ, դե լավ։ Օրը կգա։ Ես ապրում եմ։ Թե սիրուս պետք Ես լինի, ես ապրում եմ հավատալով վաղվա օրվան, ես ապրում եմ երազելով իմ ապագան։ Շնորհակալություն, ընդունեցինք։ Իրեք երեքը մի հատ բան ուներ սիրում էի ամբողջ։ Արած մեր դու էլ գնա պարապի պարը կարապի պարապի հարակից էր ապարակից։ Ընդունեցինք։ Մեր ու Շուշան Պետրոսյանի դուետը շատ սիրում, ոնց էր։ Հողես երկը Սերբերի թող մեզ գերի ու սերբերի։ Սա նույնպես թիվինգի։ Այո, չէ, սա դուետ է արդեն, Թիվինգ Շուշան Պետրոսյան։ Թիվինգ Շուշան Պետրոսյան, սա կոմբո է։ Խումբ եւ Շուշան Պետրոսյան։ Մի սպասիր, սիրելիս ու ասա սիրում ես բարձրապես թիվինգ մեղրամիս։ Ես ամենասիրած երկն է մեր երկեր, երկերը։ որոնք կատարել է թիվինգը։ Ձմերու կբերեք, կտրտեք, շոքին կերեք, հովացեք, էլի Թիվինգն։ Բայց գիտեք դուք այդ երկերը։ Այդ Դե երկերը հիմա ինչ լսել ուզենք կարանք հորինենք ասենք մեր երկերից։ Ձմերու կլս։ Ես ուղղակի հիմա հասկանում եմ ինչի է թիվինգ խումբը չկա։ Ձմերուկը ես վերհիշում եմ, բայց լսել եմ այդպեսի մի բան։ Վերհիշենք հաջորդ։ Ես եմ։ Այո։ Քամի փչիր, դարինձյալիս։ Այդ է ուզում մի ժամայի չէ։ Ընդունեցինք այս տարբերակը։ Ես հայքի սաղ երկերն էլ գիտեմ անգիր, ասում ես։ Հա, դե սա կմնանք ես անկեղծ ասած էլ բան չեմ հիշում։ Լիքը հիշում եմ, բայց չեմ կարողանում երգել, այնպես որ ես պարտված եմ։ Հեշտ է, այս վերջի փուլը հեշտ է։ Օրինակ ես տեսել էի մի անգամ ավտոների մասին պետք է երկին, հələ ավտոները մի քիչ սահմանափակ է։ Իսկ այս խմբերը սա խումբ է, էլի։ Սա խումբ է։ Էլ չեմ ասում մի երկու ալբոմ մենակ մենք ունենք։ Չէ, բայց ինձ դժվար է։ Մա մեքենաներից ոնց ես։ Շատ սիրում եմ լավ մեքենա։ Լավ։ Հա։ 4-րդ փուլ։ Մեքենաներ, հիշում ենք երկեր, որոնք իրենց մեջ կան, որտեղ կան մեքենաներ։ Սկսում ենք Երկերոք։ Այո, երգ։ Մաշինեն եկավ Յարո ջան, ակները։ Ընդունեցինք։ Տիկո։ Ահա։ Բանը դե։ Հա, էլի մենակ հայկական։ Մեքենաներ, այո, միայն հայկական։ Շոտ բորդ։ Իմ դեղին սիրուն պաբեդան։ Բերեց Պաբեդան միավորը։ Պաբեդա բերեց Պաբեդան։ Դա։ Թիվինգը չունի մեքենաների։ Չուկ չարակ չակ։ Դա գնացքի մասին է, բայց դա բայել մեքենա է։ Փոխադրամիջոցներ, այո։ Հիմա փոխադրամիջոց, հա։ Հիմա փոխում ենք փոխադրամիջոց։ Օրենքները անդադ փոխում ենք։ Սենց է տակտիկան դե։ Տիկո։ Հիմա այլ կերպ արի կարող։ Ասեմ ես։ Այո, իհարկե փոխադրամիջոց սպասում ենք։
Չուկչակ, չարակչակ, հա ասում ես։ Այդ բան, չէ, ֆայտոնես չնստես, Դա օրի։ շիգած սիրես, իհարկե, մավ, փորձում ենք տեմպը արագացնել։ Բանը ֆայտոնը ստաց կանցնեմ մի Ընդունեցինք, այո։ օր։ Տիկո։ Այդ նոր ներկեցինք այդ բանը։ Դերերի մաշնեսու ես։ Հայտվեք մաշնեսու ես, այո, մավ։ Ինձ սիրո նավակը ինձ Ընդունել- մեր մորորելով։ Ընդունեցինք, տիկո։ 5, Օ, տենց։ 4, Կանաչ պաբեդան սալացավ։ ընդունեցինք իհարկե, Պապեդան եւս մեկ անգամ փրկում է այստեղ։ Չէ, դու պետք է հաղթես։ Թիվ 5, թիվ 4, թիվ 3, թիվ 2, Հա, կատաֆալկա, կատա։ Դա իմ փոքրիկ նավակ, եթե ասեմ, որ դու շուտ էլի մտածես, հայի հայեր գրվում էիր։ մեքենան քո դաշտում եմ ամվել ջան նորից։ Կուզեիր չէ կատաֆալկայի, այսպես ասած, վրա ավարտեինք մենք ամեն ինչ, Կուլմինացիայով։ բայց ցավոք այլ փոխադրամիջոց է մեզ գալու օգնության կարծում եմ։ Մենք այդ հաշվարկը կարող ենք սկսել 5, 4, 3, 2, Լավ, վերջ։ այո։ Չունենք տարբերակ։ Ձերտուն կգամ սև 07-ով Յոթով, օրինակ։ Օ, շատ կա։ Մեկը տանջվելու է 0.7-ով հաղթեի։ Չէ, իրականում շատ երգեր կան, որոնք իրենց մեջ պարունակում են փոխադրամիջոց, բայց ամեն Այդ դեպքում այսօր նավ որ խաղնես իրար ինչ Նավերը ասես կա։ այսօր օտապարիկ։ Բախտաժպրած Տիգրան, շնորհավորում եմ Տիկո։ Շատ փայլուն հաղթանակ էր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ լավ Ինչպես ժամանակի եք համար, հետաքրքիր հաղորդման համար ու նաև որ եւս մի անգամ առիթ եղավ, որ ընկերոջս հետ մի քիչ շփվեմ։ Ձեզ ենք շնորհակալ, որ այսօր ժամանակ գտաք եւ այցելեցիք մեզ։ Մենք ամեն դեպքում նորից ենք կրկնում, ուրախ կլինենք ձեզ նորից տեսնել, նորից լսել եւ այլել այն ստեղծագործությունները, որոնք որ իրոք շատ այսպես սրտին կպնող են եւ շատ հաճելի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մի բան կմտածենք։ Ձեզ մաղթում եմ լավ օրվա շարունակություն, իսկ մեր հերոստատողներին ասեմ, որ նոտամոտան այսքանն էր, կհանդիպենք հաջորդ անգամ։ Շնորհակալություն։